Երրորդ օրն է Շիրակի թեմի առաջնորդն անազատության մեջ է։ Կալանավորվելուց հետո տեղափոխվել է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ ԱԱԾ մեկուսարան։ Պաշտպանների պատմելով քննչական կոմիտեի մոտ իրավապահները փորձել են հատուկ օպերացիա իրականացնել ու Սրբազանից ձեռքերը բռնած տանել քննիչի սենյակ, բայց փաստաբանները կանխել են։ Չթույլատրեցինք եւ Միքայել Սրբազանը մինչեւ քննիչի սենյակ իր կամքով առանց որևէ մեկի բռնի ուղեկցությամբ չի եղել, ինքը իր կամքով հասել է մինչև քննիչի սենյակ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել։ Ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ։ Շատ ուշացած է։ Բայց էլի անհրաժեշտ է անել։ Երբեք զավթելու կոչ չեմ արել հեղաշրջման։ Միքայել Սրբազանի մեղադրանքի հիմքում հունիսի 21-ի այս հայտարարությունն է։ Արքեպիսկոպոսը նման հայտարարություններ արել էր նաև 2023-ի սեպտեմբերին, 2024-ի փետրվարին։ Դրանց վերաբերյալ անգամ դիմում է եղել, սակայն իրավապահները հանցակազմ չեն տեսել, վարույթ չեն հարուցել։ Նախորդ հարցազրույցներում Սրբազանն ասել էր, ռազմական հեղաշրջում պետք է արվի, այլապես Հայաստանը կդառնա Էրմինիստան։ Գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչու է հիմա գործ հարուցել։ Ըստ դատախազության հաղորդագրության Սրբազանի վերջին հայտարարությունը վկայում է, որ նրա կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Ակնհայտ ապօրինի եւ ակնհայտ անհիմն մեղադրանք է, ընդհանրապես հանցագործության հետ կապ չունի։ Ընդ որում սա մեր դիրքորոշումը մենակ չի, սա դատախազության դիրքորոշումն է եղել, քննչական մարմնի դիրքորոշումն է եղել միջև այն պահը, երբ վարչապետը սկսել է թիրախավորել Միքայել Սրբազանին։ Ինչ եմ ասում միջև այդ պահը, որովհետև այդ ժամանակագրությունը շատ հստակ է։ Երբ որ հետ ենք գնում թե հունիսի 4-ին ինչ հետաքրքրություն իր մեջ, տեսնում ենք, որ հունիսի 3-4 վարչապետը իր էջում ուղիղ թիրախավորում էր Միքայել Սրբազանին։ Ինչպես գիտեք, մեր իրավապահները սենց արդեն իսկ ված սովորությունն են, տեսնում են ինչա ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել։ Փաստաբանների գնահատմամբ սա քաղաքական հետապնդում է, ռազմական հեղաշրջում կատարելու մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, իսկ Սրբազանի հայտարարությունը ոչ թե իշխանազավթում կատարելու փորձ է, այլ ազատ խոսք է, սա քննադատություն է, ինչի մասին Միքայել Սրբազանը նաև հայտնեց եւ հայտնել է միշտ։ Եվ իր խոսքում ասում է, որ պատերազմական ժամանակից դեռևս դրա մասին ասում է։ Փաշինյանի կողմից համանadrական կարգը տապալելու համար փաստաբանները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ եւ քրեադատական գործընթացին մասնակցելու իրավունք չունի, բայց մենք լավ գիտենք, որ իրականում համանadrական կարգը ինքն է տապալել։ Ինքը բոլոր 3 իշխանությունները ուզուրպացրել է, վերցրել իր ձեռքը, ինքը եւ քննիչ է, եւ դատախազ է, եւ դատավոր է։ Պաշտպանական խումբը պարզաբանում է նաև, թե ինչու է Սրբազանը հրաժարվել վարչապետի թեկնածու դառնալու առաջարկից, որը ներկայացրել էին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը եւ որը պաշտպանել էին նաև ընդդիմադիր ֆրակցիաները։ Իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի թեկնածուն է մեր։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմից Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Փաստաբանները պատահական չեն համարում, որ ԱԱԾ մեկուսարանում Բագրատ եւ Միքայել Սրբազաններին պահում են նույն խցում։ Ենթադրում եմ, որ հատուկ են արել, որ խոսեն լսեն։ Միքայել Սրբազանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ փաստաբանները դեռ վերաքննիչ բողոք չեն ներկայացրել։ Ասում են դատարանի որոշումը ստանալուց հետո անպայման կներկայացնեն։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։